քաղաքապետարանը հենց այդ գերեզմանատանը իր ամենաառաջնային պարտականությունն է, բայց ես ավականու անդամներին չեմ տեսնում, որ գնան միայն եղել է որ քաղաքային հին պանթեոն են գնացել այս հայտնի մարդու գերեզմանի վիճակում է խոտը, հիմա հասկանալի է այդ մարդիկ արդեն ծոռները չկան կամ կենթանի չեն կամ արտասահմանում են, դա համար քաղաքը պետք է այդ ծառայությունը այդ գերեզմանների ոնց էր այդ հատուկ սպասարկման հողակը եւ այլն մի բաժին ունենա զբաղվում մենակ այդ պանթեոններով կամ հասկանում եք այդպես նման բաներով դեռ քանի առիթով ուղղակի ասեմ թե վաղը չմիսօր էսա մեր ժողովրդական կամ չգիտեմ հայտի մարդ կմահանա քաղաքային պանթեոնում հինը չէ թող մախ այս նորը այդ գաջիգոց տեղ չկա ես չգիտեմ ինչ անել ուր են տանելու հետո այդ մարդու հարազատներն են բողոքելու ասեն վայ տեղ չկա չտվեցին որովհետև չգիտեմ բանի այդ քաղաքականության հետ են կապել չկա հիմա Երևանում մարդիկ լուրջ չեն վերաբերում գերեզմաններին այսինքն 92 թվականին իմ պապից մահացել է սովետաշինի գերեզմանում մենք թաղել անմիջապես հենց այդ աղմա դիմացը ցախից ամենավերջին մոտնա սովետաշինի գերեզմանի խնդրում եմ գնացեք նայեք 92 թվականին ոնց կար ժանգոտ ծուռ ռեշոտկեքը կեսը քարերը թափած կողքնե կանգառը մեկ գնացեք այդ կանգառը որը սպասարկում է այդ հարազատ բարեկամների տարին 12 մեկ գնացեք տեսեք այս 30 քանի տարվա մեջ մի բան փոխվել այդ կանգառը ոնց ժանգոտ կար ոնց այդ վիճակը դարպասներու չէ ու բայց պարզապես գիտենք չէ ինչքան քրեական գործեր կա այդ գերեզմանատներում մարդկա ասում օրը $10,000 փող աշխատի եւ այլն